Որպես արքարերիցի Սիվանս քո և հաղթողինատեր քեզ, դու Տեր ճշմարտություն սիրեցես, անհայտս երեսցած կյալս իմաստության քով հայտնեցել զիս, լսելի արա ինձ Տերս ցնծություն և ուրախություն և ցնծացեն ոսկեքին կարապյալ, Շիվ սուրբ հաստատյամիս աստված և հոգյուղիր նորոքյայի փորիմով, ուրիշ ցնծություն փրկությանքով և հոգվող պետությանքով հաստատյազիս, Բրկյազիս հարեն է աստված փրկությանի մոտ ցնծասել է զու իմ հարկարությանքում, Կամեցյալ էիդ պատարակս մատուսանյայիդ, բայց դու ընդողջակեզս իչքով չաչեցար, Այն ժամ հավաչանքին այս է, իմ եղացի մոսուր պարազիստեր, և ուտարեն պարի աստարեց կո մարդանցեր էր, և ես խաղությանս թե աղաչեցող ընկակեցող և որմյա, որպություն և պարքոր և որպություն սրով, այն շուգեր մի շիվավիքյանը սավիդետից ամեն։
աշակերտսն այդ երմեցատում, որով է տնտես, և եղևս նման է ամբաստանոքյում, որպես թե բատիզես զին չսնորավ, հոքյաց և ասեցն նա, զին չէ այս որս է մսկեր, դուրս համար տնտեսության գով, զի ոչ ևս կարես բիներ տնտես, ասն միտս յուր տնտես, զինչ գործեցից, զիտեր իմանես տնտեսությունց, գործել ոչ կարեք, ուրանալ ամաչեք, գիտեմ զին ճարարից, զիորժանի բաստիրիցի մի տնտեսութենես, ընկացին զիս հիտունս յուրյանց, և կոչեցյալ առինքն ես պիոչի պատապանած տնտեսն յուրով, ասեց առաջինը, քանի ինչ պարտիստ յարն և նույմով, և նա ասե 100 մարձիքով, ասեցն նա, կազգիրքով, և նիստ գրյա բաղբաղակի 50, դարձյալ ասեց միոսն, դու քանի ինչ պարտիստ, և նա ասե 100 գործ օրելով, և ասեցն նա, կազգիրքով և նիստ գրյա 80, և գովյաս դերն տնտեսն անիրավության, զիմաստության պարավ, զիվորդիկ աշխարիս այսօրիկ իմաստարույն է, հազոր Քրիստուսով, ազգս յուրյանց, և ես ձեզ ասեմ, հարարեք ձեզ բարեկամս իմ մամոնայի անիրավության, զիորժան պակասից է այն, ընկարծինը ձեզ իհարքսն հավիտեն ականց, որի ոգուն հավատարիմ է, և ի բազմին հավատարիմ է, և որի ոգուն անիրավ է, և ի բազմին անիրավ է, իսկ արդ եթե անիրավ մամոնայե չեղեք հավատարիմ, ճշմարիտն ձեզ ո՛հավատ ասեք, և եթե օտարին չեղեք հավատարիմ, ըսելն որ տացեց ձեզ, ոչ ոք կարե երկուս տերանց ծառայել, զի եթե զմին ատիցես մյուսն սիրեցել, կամ զմին մեծարիցել, և մյուսն արհամարիցել, ոչ կարեք Աստուծո ծառայել և մամոնայի։
պետք է անեմ, քանի որ ինքները տնտեսությունը ինձնից վերցնում են, հողի վրա աշխատել չեմ կարող Մուրադ Ամաչյանը։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա մեր կյանքը այնպիսին է, որ ակնկալում ենք ամեն ինչ արագ լինի։ Եվ նաև սպասում, որ մեր կյանքը ավելի դյունի և հեշտ լինի դառնա։ Նույնիսկ հավատն ենք ուզում, որ լինի արագ, ցավը նվազի, հիասթափությունները միանգամից վերանան, դառնան ավելի ուժեղ և անփոփելի։ Բայց Աստծո կամքը այլ է։ Նա չի գալիս մեր կյանքը ցավազրկելու, գալիս է մեր սրտի խորքը բացահայտելու։ Աստված մեզ ստեղծել է բնական պահանջներով, մենք կարիք ունենք սիրով, ուզում ենք արժևորված լինել, ձգտում ենք հաջողակ լինել և իմաստալից կյանք ապրել։ Սա մեղք չէ, բայց երբ մեր այդ կարիքները չեն բավարարվում այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, մեր կյանքում ծնվում է ցավը։ Եվ հենց այստեղ է սկսվում մեր ընտրությունը։ Այդ ցավը կամ մեզ կառաջնորդի դեպի Աստված, կամ մեզ կստիպի դառնալ անտարբեր, վստահ և կասկածավիր։ Ու որպեսզի պաշտպանվենք այդ ցավից, սկսում ենք մեր ներսում, մեր սրտում անտեսանելի մի զրահ կառուցել։ Ոմանք թաքնվում են կատարելության դիմակի տակ, ոմանք ընտրում են անտարբերությունը, ոմանք դրում են, ոմանք խեղդում են իրենց զգացմունքները աննպատակ զբաղվածությամբ։ Արդյունքում մենք արտաքուստ դառնում ենք իբրև թե ուժեղ, բայց ներսում դատարկ։ Ու հենց այս համատեքստում է, որ անիրավ տնտեսի առակը բացվում է մեր առաջ իր կարևոր պատգամով, վստահի իրոջ ողորմածությամբ ու բարությանը և գործի իմաստությամբ հանուն հոգևոր շահի։ Այսօրվա տնտեսը ապրում էր իր պաշտոնի, իր հաշվարկների, իրոջ ունեցվածքի հետևում թաքնված, դա նրա զրահն էր։ Բայց եկավ մի պահ, երբ տնտեսից հաշվետվություն պահանջվեց, ու տնտեսի ինքնապաշտպանական այդ զրահը միանգամից փլուզվեց մեկով։ Բայց կարևոր է նաև նկատել, որ այս տնտեսը երբ կգտա ոչ թե արդարանալով կամ ուժեղ ձևանալով, այլ անկեղծանալով ինքնին առաջ, ասելով հողի վրա աշխատել չեմ կարող Մուրադ Ամաչյանը։ Եվ սա նաև մեզ համար օրինակ է ապաշխարության, ընդունենք սեփական տկարությունները, որովհետև ապաշխարությունը պարզապես պահի տակ ների ինձ տեր ասելը չէ, կամ մեղքերը մեխանիկորեն թվարկելը չէ։ Այն մեր իսկ ստեղծած արհեստական զրահի քանդումն է, որպեսզի հնարավոր դառնա մեր կենդանի հարաբերությունը Աստծո և մարդկանց հետ։ Քանի դեռ այս տնտեսը փորձում է լավը լինել, լավ աշխատել, նա հոգևոր կյանքում ձախողում է։ Բայց երբ նրա զրահը ապագայի հանդեպ վստահություն ու հեղինակությունը փլուզվեցին, նա դադարեց պաշտպանվելուց։ Եվ քանի որ իմաստուն է, հասկացավ, պետք չէ կարճել անցյալից, պետք է պայքարել հանուն ապագայի։ Եվ տնտես այլևս փորձնելու բան չուներ, ու այդ պահից նա դարձավ ավելի ազատ, ավելի համարձակ և ստեղծագործ։ Մեր ինքնապաշտպանության զրահն է շատ հաճախ, մեզ կարճած է պահում հնի, իսկ սերը բացում է մեր առաջ արքայության դռները։ Տնտեսը հասկացավ մի շատ կարևոր բան, որ իրական ապահովությունը ոչ թե արդարանալն է կամ թաքնվելը, այլ մարդկային սրտեր շահելը։ Ու նա սկսեց կանչել իր տիրոջ պարտապաներին և նրանց պարտքերի մի մասը ներել։ Ու դա արեց ոչ թե նրա համար, որ ինքը անհար է, այլ որովհետև հասկացավ, որ կյանքը հաշվարկների գիրք չէ, կյանքը մարդկային հարաբերությունների պատմություն է։ Եվ այդ քայլով նաև տնտեսը նպաստեց, որ պարտապանների մարդկանց մեջ
իր իրոջ բարի համբավը էլ ավելի տարածվի։ Իհարկե կար վտանգ է, որ այստեղը հնարավոր էր տնտեսի արածը չարդարացնել և կանգնել մի փաստի առաջ, կամ հաստատել իր բարությունը կամ ցույց տալ, որ ինքը դաժան բան է։ Բայց տնտեսը վստահեց, որ իր տերը բարի է և գործեց այդ վստահությամբ։ Սա մեր հոգևոր կյանքի ամենակարևոր գիտակցությունն է նաև։ Մենք և շատ հաճախ վախենում ենք անել մեր սրահը, որովհետև չենք վստահում Աստծո բարությանը։ Կարծում ենք, որ երբ բացահայտենք մեր տկարությունները, մեր մեղքերը, մեր սխալները, ապա կպատժվենք։ Բայց տնտեսի նման պետք է հասկանանք, որ մեր միակ գրկությունը Աստծո ողորմածության, բարեգործության նկատմամբ մեր անկախ Քրիստոսն է։ Ու մեր խնդիրն այն է, որ Աստծո ողորմությանը վստահելու փոխարեն շատ հաճախ փորձում ենք ինքներս մեզ ապահովագրել անգերեգույթ պատնեշներ կառուցելով մեր ու աշխարհի միջև։ Ուզում ենք խաղաղություն առանց պայքարի, ուզում ենք սեր առանց ռիսկի, բայց սերը միշտ ենթադրում է խոցելի լինել։ Զրահավորված սիրտը երբեք չի կարող սիրել, և դրա լավագույն օրինակը Քրիստոս է, ով խաչի վրա մեզ ցույց տվեց, որ հնարավոր է լինել խոցված, բայց հաղթել աշխարհին, ոչ թե զրահավորված կերպով, այս սիրտը բաց և ձեռքերը բաց յուրաքանչյուրի ստորգերում։ Քարե սիրտը հենց այն անթափած զրահն է, որը մեզ իբր թե պաշտպանում է ցավից, բայց իրականում անհավոր է դարձնում սիրտ։ Ապաշխարությունը մեզ առաջնորդում է նաև Աստծո նկատմամբ վստահություն կառուցելու և ոչ թե ցավից ու վտանգից փախչելու։ Այն սրտի փոփոխություն է, և թեկուզ մեր ցավերում, երբ որ մենք կանգնում ենք Աստծո առաջ, ոչ թե խնդրենք, որ Աստված իրավիճակը փոխի, այլ մեր սիրտը փոխի։ Ապաշխարությունը հենց սա է, վստահել Աստծուն նույնիսկ ցավերի ու փորձությունների մեջ։ Մեզ հաճախ են ասում, ուժեղ եղիր, թույլ մի տուր, որ քեզ օգտագործել, մարդկանց առաջ շատ մի բացվի, շատ մի անկեղծացվի։ Բայց Քրիստոս իր իսկ օրինակով մեզ ասում է, սիրտդ բացի մարդկանց առաջ, եթե նույնիսկ ցավ կա, որովհետև իրական հավատքը ուժի ցուցադրություն չէ, իրական հավատքը ենթադրում է սեր, որը կարող է լինել նաև խոցելի։ Եթե մենք շարունակ պաշտպանվում ենք մարդկանցից ու Աստծուց, նշանակում է ապրում ենք հաշվարկներով ու վախվորած։ Այդպես մենք գուցե աշխարհին կարողով դառնանք հաջողակ, բայց ոչ երբեք ազատ։ Ապաշխարությունը ենթադրում է նաև ընդունել սեփական տկարությունները։ Պետք չէ ձևացնել, որ կյանքում ամեն ինչ կարելի է։ Անկեղծորեն ասենք Տիրոջը, որ Տեր, ես հիասթափված եմ, ես տկար եմ, ես անզոր եմ, ուզում եմ, որ ինձ գնահատեն, ուզում եմ, որ արժեքորված լինեմ։ Աստված չի վախենում մեր անկեղծությունից, ինչպիսին է, որ այն լինի, պարզապես վստահի Աստծուն քո ցավի մեջ։ Ապաշխարությունը իրական է դառնում ոչ թե այն ժամանակ, երբ ցավ չկա, այլ երբ ցավի մեջ կարողանում ես սիրել։ Երբ ես չեք գնահատում, բայց դու շարունակում ես ծառայել առանց դառնության։ Երբ ես չեք հասկանում, դու խստասիրտ չես դառնում։ Երբ ես ցավեցնում եմ, բայց դու երբեք չես խաղում սիրտ։ Այսօր մեր առաջ դրված հարցը շատ պարզ է ու շատ հստակ։ Ուզում ենք լինել պաշտպանված, թե կենդանի։ Ուզում ենք լինել դերնատավոր, թե ազատ։ Ուզում ենք պահել մեր անգերեգույթ զրահները, թե այն հանել Քրիստոսի առաջ։ Ապաշխարությունը քաջություն է, երբ սիրտը անկեղծորեն ապրում է։ Տեր, ես օգնել եմ արդարանալուց, ես ուզում եմ սիրել, ուզում եմ ապրել առանց զրահի, ուզում եմ վստահել քեզ և ուզում եմ կենդանի սիրտ ունենալ։ Հետևաբար թող Տերը լսի մեր այս աղոթքները
եւ մեզ տաքայություն, ու թող մեր սրտերը երբեք չկարծանան, թեկուզ փոցելի լինեն, բայց երբեք սերը չցանայցի մեր մեջ։ Եծո ժողովուրդս քո Եվորգիա ժառանգությունս քո ըսլրումը եկեղեց քո պարյա Սրբյաս ուսա որ ողջունեցի զարճություն տան քո դուզ մեզ փառավորյա աստվածային զորքյան քո եւ մի թողուս զարճյաս եկես Սղալություն պարգևյա ամենայն աշխարհի եկեղեցյաց տանայից թագավորած Քրիստոնից եւ զինվորյալ մանկանց նոցար եւ ամենայն ժողովրդյան Զիվո ամենայն կուրվարի եւ ամենայն պարգև կատարյալ Կիրուսենիչա պարգև, որ ես այդ ուսով եւ քեզ վարեպար իշխանություն եւ պատիժ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից Օրհնյալ Աստված, Ովյալի Աստված, Հարավորյալ Աստված, եղիցի եւ եղիցի, կատարում օրինակ եւ մարգարեին վես Քրիստոս Աստված մտիչմեր, որ լծեր ամենայն հայրականությունս քո, դիտ եւ ունես հոգովդ քով սրբով։ Որպես սրեն ամենայն ժամ օրնություն նորայի վերանի։ Օրհնյալ եղերուք շնորհացում քո դույն այսքաղության եւ Տեր Հիսուս եղիցին ձեզ Դամենիսյանը, ամեն